Թրամփը հրամայել է վերականգնել միջուկային զենքի փորձարկումները, փոխելով համաշխարհային անվտանգության հաշվեկշիռը։ Թեքսասում սկսվում է հումանիտար ճգնաժամ, շաթդաունի պատճառով վտանգված է միլիոնավոր մարդկանց սնունդը։ Դաշնային պահուստային համակարգը իջեցրել է տոկոսադրույքը, փորձելով զսպել տնտեսության դանդաղումը, ինչ սպասել առաջիկայում։ ԱՄՆ-ի հիվանդանոցները պահանջում են չեղարկել նոր $100,000 H-1B վիզայի վճարը բժիշկների պակասի պատճառով։ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ստորագրել են միլիարդավոր ներդրումներ նախատեսող նոր առևտրային համաձայնագիր։ Իսկ հաղորդման վերջում կպատմեմ Հելլոուինի խորհրդի ծագման, ինչպես նաև ամերիկյան տնտեսության վրա իր ունեցած հսկայական ազդեցության մասին։ Բարև ձեզ, ես Ալլա Դավթյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Միացյալ Նահանգներում ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին և չմոռանաք մեկնաբանություններով և լայքերով օգնել մեր նախագծին։ Անցնենք այսօրվա թեմաներին։ Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է անմիջապես վերականգնել միջուկային զենքի փորձարկումները։ Թրամփը այս մասին գրել է իր սոցիալական էջում, նախքան Հարավային Կորեայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նախատեսված հանդիպումը։ Քանի որ այլ երկրները շարունակում են իրենց միջուկային փորձարկումները, ես հրամայեցի, որ պատերազմի նախարարությունը սկսի մեր զենքի փորձարկումները։ Այս գործընթացը կմեկնարկի անհապաղ, գրել է Թրամփը։ ԱՄՆ-ն վերջին անգամ միջուկային փորձարկումներ 1992 թվականին է անցկացրել, որից հետո դրանք դադարեցվել են կամավոր միջազգային պայմանավորվածությունների շրջանակում։ Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, անհրաժեշտության դեպքում փորձարկումները կարելի է վերականգնել Նևադայի փորձադաշտում, որը նման գործողությունների համար մինչ օրս պահպանում է տեխնիկական պատրաստվածություն։ Նախագահ Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերին ընդդիմանալու համար ԱՄՆ Սենատում մի խումբ հանրապետական սենատորներ միացել են դեմոկրատներին։ Սենատը հավանություն է տվել դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնի ներկայացրած բանաձևին, որը չեղարկում է արտակարգ լիազորությունների ռեժիմը, որի հիման վրա Թրամփը նախկինում հաստատել էր պատասխանատու մաքսատուրքեր Կանադայից ներկրվող ապրանքների վրա։ Քվեարկությունը կայացել է հակառակ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նախազգուշացմանը, ով հայտարարել էր, որ մաքսատուրքերի չեղարկումը լուրջ սխալ կլինի։ Նրա խոսքով մաքսային ճնշումները ԱՄՆ-ին տալիս են քաղաքական և տնտեսական ազդեցության լծակներ, որոնք անհրաժեշտ են ավելի շահավետ առևտրային պայմանագրեր կնքելու համար։ Այս տարի Հելլոուինի քաղցրավենիքներն ԱՄՆ-ում դարձել են ոչ միայն գայթակղիչ, այլև անսպասելի թանկ։ Տնտեսական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շոկոլադի և քաղցրավենիքի գներն աճում են նույնիսկ ավելի արագ, քան ընդհանուր գնաճը։ Հիմնական պատճառը Արևմտյան Աֆրիկայում կակաոյի բերքի նվազումն է, որտեղ արտադրվում է աշխարհի կակաոյի մոտ 70%-ը։ Արտադրման ծախսերի և հումքի պակասի պատճառով գները հասել են ռեկորդային մակարդակի։ Գները ամենայն հավանականությամբ չեն կայունանա մինչև 2028 թվականը, քանի որ կակաոյի ծառերը պտուղ են տալիս միայն 4-ից 5 տարվա ընթացքում, և արտադրողները ֆիզիկապես չեն կարող արագ վերականգնել բերքի դեֆիցիտը։ Հելլոուինին կանդրադառնանք հաղորդման վերջում, իսկ այժմ խոսենք Թեքսասից։ Նահանգում խորացող սննդային ճգնաժամը արագորեն վերածվում է հումանիտար խնդրի։ Կառավարության երկարատև կասեցման հետևանքով միլիոնավոր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ կանգնել են պետական սննդային օգնությունից զրկվելու վտանգի առջև։ Օսթինի սննդային բանկի տվյալներով վերջին օրերին պահանջարկը աճել է մոտ 35%-ով։ Նման իրավիճակ է նկատվում նաև նահանգի մյուս քաղաքներում, որտեղ բաշխման կենտրոնները դժվարությամբ են բավարարում մարդկանց կարիքները։ Գյուղական համայնքներում բազմաթիվ ընտանիքներ ամբողջությամբ կախված են բարեգործական մատակարարումներից, որոնք նույնպես արդեն սպառվում են։ Խնդիրը սրվել է այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ չի օգտագործի պետական պահուստային ֆոնդերը SNAP սննդային ծրագրի ֆինանսավորման համար։ Արդեն ավելի քան 20 նահանգ դատի են տվել Սպիտակ տանը, պահանջելով մինչև շաթդաունի ավարտը վերականգնել օգնության վճարումները։ ԱՄՆ-ի հարավում մոտեցող Մելիսա փոթորիկը խաթարել է օդային հաղորդակցությունը։ Մայամիի միջազգային օդանավակայանում հարյուրավոր թռիչքներ հետաձգվել կամ չեղարկվել են, իսկ հազարավոր ուղևորներ դեռ սպասում են։ Դաշնային օդային վարչությունը հրապարակել է նախազգուշացում, շեշտելով, որ իրավիճակը կարող է արագ վատթարանալ։ Թեև փոթորիկի էպիկենտրոնը դեռ հեռու է Ֆլորիդայից, սակայն Մայամիի շրջանում արդեն գրանցվում են ուժգին քամիներ և բարձր ալիքներ, որոնք խոչընդոտում են ինչպես օդային, այնպես էլ ծովային երթևեկությանը։
This is the damage of Melissa. Ուղևորների անվտանգությունը ապահովելու համար օդանավակայանի մի քանի տերմինալներում գործարկվել են արտակարգ ընթացակարգեր։ Մետեորոլոգները զգուշացնում են, որ առաջիկա ժամերին քամիների արագությունը կարող է գերազանցել 100 կմ/ժ, իսկ տեղատարափ անձրևները կմեծացնեն հեղեղումների վտանգը։ Տեղական իշխանությունները կոչ են անում բնակիչներին մնալ տներում եւ հետևել արտակարգ ծառայությունների ցուցումներին։ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը արդեն երկրորդ անգամ է այս տարի որոշել նվազեցնել հիմնական տոկոսադրույքը։ Թեև այս որոշումը համընկնում է Թրամփի կոչերին խթանել տնտեսությունը տոկոսադրույքների իջեցմամբ, այնուամենայնիվ, դաշնային պահուստային համակարգը պահպանել է զգուշավոր դիրքորոշում։ Կենտրոնական բանկը խուսափել է կտրուկ քայլերից, սպասելով ավելի հստակ տնտեսական տվյալների։ Սա առաջին դեպքն է, երբ տոկոսադրույքների քաղաքականությունը փոխվում է կառավարության երկարատև շատդաունի ընթացքում։ Այդ իրավիճակը արդեն իսկ նվազեցրել է տնտեսական ակտիվությունը եւ խոչընդոտում է պաշտոնական վիճակագրական տվյալների հրապարակմանը։ Վերլուծաբանների կարծիքով այս անգամ կայացված որոշումը կարելի է դիտարկել որպես հավասարակշռված քայլ, այն միաժամանակ նպատակ ունի զսպել գնաճը եւ կանխել տնտեսական անկման խորացումը։ ԱՄՆ-ի հիվանդանոցները դիմել են Թրամփի վարչակազմին, պահանջելով վերանայել նոր $100,000 վիզային վճարը, որը սահմանվել է H-1B աշխատանքային վիզաների համար։ Հիշեցնեմ, որ այս ծրագիրը թույլ է տալիս ներգրավել արտասահմանցի բարձրակարգ մասնագետների, սակայն նոր իրավիճակը փաստացի արգելափակում է օտարերկրյա բժիշկների եւ բուժքույրերի ներգրավումը, հատկապես միջին եւ փոքր հիվանդանոցների համար։ Ամերիկյան հիվանդանոցների ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել Սպիտակ տանը, խնդրելով բժշկական անձնակազմին ազատել վճարից, նշելով, որ նման բեռը հատկապես ծանր հարված կհասցնի գյուղական եւ ցածր եկամուտ ունեցող շրջաններին։ Հիմնական հույսն այն է, որ կառավարությունը հաշվի առնելով երկրում շարունակվող մասնագետների սուր պակասը, առողջապահական ոլորտի համար բացառություն կանի։ Մինչև թողարկման մյուս նորություններին անցնելը տեսնենք, թե ինչ է հրապարակվել մեր Facebook-յան էջում։ Քաղաքացիներին Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ միավորելու համար ԱՄՆ ներքին անվտանգության նախկին պաշտոնյա Մայլս Թեյլորը ներկայացրել է Defiance անունով նոր հարթակը։ Բացման տեսանյութում դերասան Ռոբերտ Դե Նիրոն կոչ է անում. «Չենք կարող պարզապես սպասել, վեր կացեք եւ պայքարեք»։ Նախաձեռնությանը, որին միացել են անվտանգության նախկին մասնագետներ եւ երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, նպատակ ունի պաշտպանել ժողովրդավարությունը։ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-մյոնը ասիական շրջայցի ընթացքում նախագահ Թրամփին հանձնել է երկրի բարձրագույն պարգևները։ Մուգունխվա մեծ շքանշան է եւ խորհրդանշական նվեր Չոն Մաչոնի թագի ոսկեզոծ պատճենը, որը համարվում է Կորեայի ազգային գանձերից մեկը։ Թրամփը ժպիտով արձագանքել է, հայտարարելով, թե հաճույքով կփորձեր այն կրել, հեգնանքով անդրադառնալով իր դեմ անցկացվող No Kings բողոքի ակցիաներին։ Ցուկերբերգը հայտարարել է, որ Մետան արագացնում է ներդրումները արհեստական բանականության ոլորտում, որպեսզի այն հասցնի գերիմաստության մակարդակի, երբ մեքենաները կկարողանան մտածել մարդկանցից ավելի խորը։ Այդ նպատակով կառուցվում են հսկայական տվյալային կենտրոններ, սակայն չնայած եկամուտների աճին, ընկերության շահույթը շարունակում է նվազել, ծախսերի 33% աճի հետևանքով։ Դաշնային իշխանությունները հայտնել են մի շարք ձերբակալությունների մասին, որոնք կապված են Լոս Անջելեսում այս տարվա ընթացքում տեղի ունեցած ներգաղթի դեմ բողոքի ցույցերի ընթացքում բռնությունների դեպքերի հետ։ Ըստ Արդարադատության նախարարության 10 մարդ արդեն ձերբակալվել է։ Նրանք մեղադրվում են դաշնային պաշտոնյաների եւ պետական գույքի դեմ բռնությունների, ինչպես նաեւ քաղաքացիական անկարգությունների մասնակցության մեջ։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Սանտա Բարբարայի շրջանի քննիչները դիմում են հանրությանը օգնություն խնդրելով բացահայտելու Կոլետայի Baroness Jewelers խանութում տեղի ունեցած խոշոր գողությունը, որի ընթացքում հափշտակվել են միլիոնավոր դոլար արժողությամբ զարդեր։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին։ Գողացված իրերի թվում եղել են նաև հաճախորդների սեփական զարդերը, որոնք պահվում էին վերանորոգման կամ վերավաճառքի նպատակով։ Թե ինչպես են գողերը ներթափանցել խանութ, դեռ չի հրապարակվում։ Սակայն դեպքը հիշեցնում է Կալիֆոռնիայում վերջին ամիսներին գրանցված նմանատիպ գողությունները։ Այս պահի դրությամբ ձերբակալություններ չեն կատարվել։ Դեպքի տեսանկարահանում կամ կասկածյալների նկարագրություն առայժմ չկա։ Քննությունը շարունակվում է եւ իրավապահները համագործակցում են հարակից մարմինների հետ։
2019 թվականից ի վեր Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը առաջին անգամ հանդիպել են։ Երկու առաջնորդները մտել են դահլիճ հակառակ կողմերից, կանգնել ԱՄՆ-ի եւ Չինաստանի դրոշների ֆոնին եւ ձեռքսեղմումով ողջունել միմյանց։ Այնուհետև մամուլի կարճ բրիֆինգից հետո անցել են փակ բանակցությունների։ Մեզ սպասում է շատ հաջող հանդիպում, ես այդ հարցում կասկած չունեմ, ասել է Թրամփը, շփիտով նշելով նաև, որ Սին շատ կոշտ բանակցող է եւ դա այնքան էլ լավ չէ։ Նախագահը հավելել է, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել հին բարեկամի հետ, ում նա վաղուց է ճանաչում։ Մենք քննարկելու ենք մի շարք հարցեր եւ կարծում եմ արդեն շատ ուղղություններով հասել ենք համաձայնության։ Նախագահ Սին մեծ առաջնորդ է եւ մեծ երկրի ղեկավար։ Մեր միջև առաջիկա տարիներին լինելու են հիանալի հարաբերություններ։ Ինձ համար մեծ պատիվ է սա, ասել է Թրամփը։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը եւ Հարավային Կորեան ստորագրել են նոր առևտրային համաձայնագիր, որով մաքսատուրքերը կնվազեն 25%-ից մինչև 15%։ Այս քայլից շահելու են հատկապես Hyundai եւ Kia ընկերությունները, որոնք տարիներ շարունակ տուժում էին բարձր ներմուծման հարկերի պատճառով։ Ըստ համաձայնության Սեուլը պարտավորվել է շուրջ 200 միլիարդ դոլար ներդնել ամերիկյան տնտեսության մեջ, իսկ հավելյալ 150 միլիարդ կուղվի համատեղ նավաշինական նախագծերին։ Կորեայի նախագահի խորհրդականը ընդգծել է, որ այս համագործակցությունը կնպաստի տեխնոլոգիաների փոխանակմանը եւ տնտեսական նոր եւ ամուր կապերի ստեղծմանը։ Նոր գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն դեռահասները, ովքեր մինչև 15 տարեկանը մարիխուանա են օգտագործում, հոգեկան եւ ֆիզիկական խնդիրներ ձեռք բերելու ավելի բարձր ռիսկեր ունեն։ Հետազոտություն կատարվել է 1500 մարդու հետ։ Գիտնականները հետևել են նրանց ծնունդից մինչև հասուն տարիքը։ Պարզվել է, որ հետազոտվող դեռահասների շուրջ 20%-ը սկսել է կանաբիս օգտագործել մինչև 15 տարեկանը եւ մինչև 17 տարեկանը ձևավորվել է պարբերական օգտագործման սովորություն։ Հենց այս 20%-ն է հիմնականում բախվել տագնապային հոգեվիճակի, դեպրեսիայի, ուսման դժվարությունների եւ ֆիզիկական առողջական խնդիրների։ Մնացած դեռահասների շրջանում նման խնդիրները հազվադեպ են զգացվել։ Արդյունքները վկայում են, որ կանաբիսի վաղ օգտագործումը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ մարդու նյարդային համակարգի զարգացման վրա։ Կոլումբիայի համալսարանի հոգեբույժը մեկնաբանելով հետազոտությունը ասել է. «Սա եւս մեկ հստակ ապացույց է, որ դեռահասության շրջանում մարիխուանայի օգտագործումը բացասաբար է ազդում մարդու եւ բժշկական ուղու վրա։ Վաղ տարիքում կարող է փոխել ուղեղի զարգացման ընթացքը եւ խորացնել հոգեկան խանգարումների ռիսկը։ Ամեն տարի հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ում եւ բազմաթիվ այլ երկրներում նշվում է Հելոուինը, ամենահին եւ ամենավառ տոներից մեկը, որն այսօր միավորում է միստիկ պատմություններն ու ժամանակակից զվարճանքը։ Թեև այսօր այն ընկալվում է որպես ուրախ ու գունավոր տոն, լի տարաբնույթ զգեստներով, քաղցրավենիքով եւ զարդարված տներով, բայց նրա արմատները շատ ավելի հին են։ Հելոուինը ծագում է հին կելտերից, Սամհայն տոնից, որը խորհրդանշում էր ամառվա ավարտն ու ձմռան սկիզբը։ Տարվա այն շրջանն է, երբ մարդիկ հավատում էին, որ կենդանի եւ մահացած աշխարհների միջև սահմանը անհետանում է։ Այդ գիշերը, ըստ հավատալիքների, հոգիները վերադառնում էին մարդկանց աշխարհ, իրենց հարազատներին այցելելու կամ հանգստություն փնտրելու համար։ Հենց այդ հավատալիքներից էլ առաջացան կրակների եւ դիմակների ավանդույթները։ Մարդիկ կրակներ էին վառում եւ տարօրինակ հագուստներ հագնում, որպեսզի վախեցնեն չար ոգիներին։ Երբ քրիստոնեությունը տարածվեց Եվրոպայում, Սամհայնը միաձուլվեց All Hallows Eve տոնի հետ, որն էլ հետագայում վերածվեց Հելոուինի։ Բառը ուղիղ թարգմանությամբ նշանակում է սրբերի նախօրը։ Այս կերպ Հելոուինը դարձավ անցումային տոն, խորհրդանշելով տարվա այն պահը, երբ մթությունն ու լույսը, վախն ու ուրախությունը միահյուսվում են։ Ժամանակի ընթացքում Հելոուինը վերածվեց զանգվածային ժողովրդական տոնի։ Ամենահայտնի սովորույթը Trick or Treat-ը սկիզբ է առել Իռլանդիայից եւ Շոտլանդիայից։ Երեխաները քաղցրավենիք ստանալու համար դիմակներով տնից տուն էին անցնում, երգ կամ աղոթք ասում։ Մյուս խորհրդանիշը արմատներով հասնում է եվրոպական ժողովրդական պատմություններին։ Խոսքը դդումից կտրատած լապտերի, հայտնի Jack o' Lantern-ի մասին է։ Սկզբում չար ոգիներին վանելու համար մարդիկ լապտերներ էին պատրաստում շաղգամից, բայց Ամերիկայում դդմի քանակի ու հեշտ աճեցնելու հանգամանքը բնակիչներին ստիպեց շաղգամի փոխարեն դդում օգտագործել, որը ժամանակի ընթացքում դարձավ Հելոուինի գլխավոր խորհրդանիշը։ Այսօր Հելոուինը ոչ միայն մշակութային, այլև տնտեսական երևույթ է։ Միայն ԱՄՆ-ում 2025 թվականին Հելոուինի ծախսերը հասել է պատմության մեջ ռեկորդային 13.1 միլիարդ դոլարի։
Այդ գումարից մոտ 4.3 միլիարդ դոլարը ծախսվել է զգեստների, 4.2 միլիարդ դոլարը զարդարանքների, իսկ 3.9 միլիարդ դոլարը քաղցրավենիքի վրա։ Իր վաճառքի ծավալների եւ շուկայական ակտիվության ցուցանիշների պատճառով տնտեսագետները Հելլոուինը անվանում են փոքր նոր տարի։ Կարելի է ասել, որ Հելլոուինը ամենահամայնքային տոնն է։ Քաղաքների փողոցներում կազմակերպվում էին կոստյումային շքերթներ, դպրոցներում անցկացվում են թեմատիկ երեկոներ, իսկ բնակիչները մրցում են, թե ով կզարդարի իր տունը ամենաանսպասելի եւ յուրահատուկ ձևով։ Այսօր Հելլոուինը տարածվել է նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս, դառնալով համաշխարհային երևույթ։ Եվրոպայում, Կանադայում, Ավստրալիայում եւ նույնիսկ Հայաստանում այն նշվում է երիտասարդների շրջանում որպես ստեղծագործական եւ ուրախ տոն։ Սակայն իր էությամբ Հելլոուինը պահպանել է նույն խորհրդանշական գաղափարը։ Մարդկանց հիշեցնել, որ վախն ու ուրախությունը երբեմն նույն ճանապարհով են անցնում։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը, ինչպես միշտ, 5:30-ին։ Ցտեսություն։